Մարզային այցի ընթացքում ճանապարհին նորատուսցիներն են հանդիպում։ Գագիկ Ծառուկյանին հրավիրում իրենց բնակավայր։ Մարդիկ լսել են, որ Գեղարքունիքում է, հավաքվել նրան են սպասում։ Հրավիրում են մեր Պարոն Ծառուկյան քեզ։ Ինչպես բոլոր բնակավայրերում, այստեղ եւս հանդիպումը անկաշկանդ է, բարձրացված հարցերի շրջանակը լայն։ Ձկնորսությամբ են օրվա ապրուստը վաստակում նորատուսցիները, միայն թե ստացված գումարը քիչ է, ընտանիքի կարիքները հոգալ չի ստացվում։ Ձկով ապրող ժողովուրդ ենք, իմի գինը շատ ցածր է, էլի, ամեն ինչը թանկ է, բացի ձկից։ Ինչ արվի մազիկները։ Մենք 70 դրամ ենք տալ, հնարավոր է զավոդ բացվի, արտահանենք մի քիչ գինը բարձրն է, այդքան մեծ։ Ցանկացած գյուղ հիմա որից գալիս եմ, ասում եմ Ծառուկյան ջան, մեր գյուղի համար դու կարաս։ Այո, մի գյուղի, 5 գյուղի, 10 գյուղի համար ես կարամ անեմ, բայց այսօր մենք 5 գյուղ չունենք, ունենք 930 գյուղ։ Այսօր հիմնական ծրագիր պետք է լինի։ Ժողովուրդը ինչով է զբաղվում, ինչ կարելի անել, որ այդ ժողովուրդը աշխատանք ունենա, կարողանա մնա իր երկրում, երկիրը զարգացնի, երկիրը ծաղկացնի։ Եթե կա ձուկը բռնվում է, մթերման տեղ դնեն, եթե ձուկը դուսը ծախում է 1000 դրամ, 800 դրամ, դա կանսերվա կլինի կամ ասենք սառացած կլինի, որ գոնե մարդուն ասենք տան 100 դրամ, 120 դրամ, 200 դրամ, որ մարդն էլ կարողանա իր աշխատանքից բան հասկանալ։ Գյուղացին պետք է հողը մշակի, ձկնորսը իր ձուկը բռնի ու իմանալով, որ իր չարչարանքի դիմաց ինչքան բռնել է, այնքան էլ ազդում է, գնում է տուն իր տունը պահում է եղբայր։ Գագիկ Ծառուկյանը նորատուսցիներին եւս հորդորում է լինել միասնական, երբ կա համերաշխություն, բոլոր խնդիրները կլուծվեն։ Այսօր ամեն մեկը մասի բաժանված, ծանոթ բարեկամ, այս սրա բարեկամն է, եղբայր ջան, դուք պետք է մտածեք ձեր համար, քո երեխու համար, ով կարան իր ցավը տանեմ, նա էլ պետք է անի, ով չի կարանի, իրավունք չունի ձեր հաշվին, տակ տեղ նստի իրան լավ։ Ինչ գործ բռնել եմ, իրականացել եմ, ամենալավն եմ արել, քանդածը սարքել եմ, տասնյակ հազարավոր աշխատանքներ ստեղծել եմ, ով էլ դիմել է, անխտիր օգնել եմ։ Նորատուսցիներին եւս հայ-ռուսական հարաբերություններն են հետաքրքրում։ Ծառուկյանին հարցնում են Կրեմլյան վերջին հանդիպումից։ Ինչպես եք վերաբերում եք վերջի Փաշինյան-Պուտին հանդիպմանը։ Շատ վատ, եղբայր, սենց խոսակցություն պետք է ցնել։ Մեր դաշնակից երկիրն է Ռուսաստանում ավելի շատ հայություն ապրում, քան այստեղ։ Ապրես, հիմա այնտեղից ամսական 180 միլիոն դոլար Հայաստան տրանսֆեր է գալի, գումար է գալի։ Մենք այնտեղ ունենք 4 միլիոն հայություն, որ ապրում է։ Պուտին ինչ ասում, եղբայր ջան, եթե մենք գործընկեր ենք իրար հետ ենք, պետք է իրար հետ ընկերություն անենք, իրար շահերը պաշտպանենք։ Եթե դու մեր կողմը չես, դու մեր հակառակորդի թշնամու կողմն ես, ուրեմն մեր հարաբերությունները կշեղենք, այդքան բան։ Մենք մեր դաշնակիցների հետ պետք է լիարժեք պայմանավորվենք, ոնց որ երկու աղբեր կարող է իրար հետ վիճեն, բայց վերջում գալիս են ընդհանուր հայտարարի, ճիշտ որոշումը կայացնում են, եթե հիմա տրանսֆեր չեկավ, մեզնից ապրանքներ չընդունեցին, գազի գինը 180-ը դառավ 600-800, ինչ է կատարվելու։ Մենք ոչ մեկ հետ չենք ուզում թշնամի լինենք, մենք ուզում ենք, որ խաղաղություն լինի, երաշխավորած խաղաղություն, դա կլինի Ռուսաստանը, Ամերիկան, Չինաստանը, որոնք երաշխավորություն տան, իրանք տերեն, որ այս երկրում որց է ճանց չի դասա, ոչ մեկ հետ պետք է վատ չլինենք, որը օգուտ է մեր երկրին, մեր ժողովրդին, ամրապնդման, զարգացման համար, աջակցենք, օգնենք։ Ինչպես բոլոր մարզերում, Գեղարքունիքում եւս հետաքրքրված են Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությամբ, ցանկանում են պատմական իրադարձության մասնիկը դառնալ։ Մեր շատ մեծ ցանկությունն է, որ մասնակցություն ունենանք Հիսուսի արձանի կառուցման գործում, մեր չափով ներդրում ունենանք։ Մոտ 150 հոգի ունեն գրանցված, ամեն օր դիմում են այդ հարցով։ Հիմա ճանապարհները ձուն է, ապրիլի 20-ին, 25-ին կզանգենք, կգաք, բոլորը կազմակերպենք, բոլորը ես էլ կբարձրանամ, քար կդնեք, հավաստագիր կստանաք, որ դուք մասնակցել եք այդ շինարարությունը, աղոթները շուրթերին նպատակով իմ ցանկությունն է եղել, դա ազգովի կառուցենք։ Այն օր հանդիպման ժամանակ ասորի ժողովուրդը ինձ դիմեցին, էլի երիտասարդները, իրենց ասի առաջինը ձեր հետ եմ գալու։
Երկրորդը ձեր հետ եմ գալու։ Քեզ շնորհակալ եմ։ Ես անցած օմարեցի, ամբողջ օմարը քո շինարարությունում աշխատել եմ, լավ էլ ընտանիք եմ պոյել։ Էլի բացա, եկեք իմ ուզածը ժողովուրդ, որ դուք լավ ապրեք։ Որ ձեր դեմքին շփիտ լինի։ Հարց ու պատասխանից հետո շրջայցն է գյուղով։ Մարդկանց հետ անկեղծ շփում է։ Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավարին միշտ սպասում են այստեղ։ Թող ինձ որտեղ խերով լինի, միշտ ուրախ առիթներով հանդիպենք։ Օրաջո անգամ ծառոյանն եկել նորադուս քարանգից քարետոնելու ժամը կորուցելու համար։ Այո։ Ոնց է իշում։ Կակալ եմ ուրացության համար, միշտ ապահովում։ Բարի ձեզ, պարոն Սարգսյան, ձեր գալը բարի մեր յուղը։ Շնորհակալ եմ։ Քեզի միշտ տելևիզորով լսում եմ։ Քո բարի մաղթանքները ու վերջում որպես քրիստոնյա ասում ես Աստված բոլորին պահապան։ Այո։ Դա մեծ մաղթանք է ժողովրդի համար։ Մենք սուաղ նորաձով իրա ցավետոն ենք։ Մենք իրանը շատ սիրում ենք, շատ արգում ենք։ Չեմ գիտում օրծատնա թանկ, ոսկինա թանկ, բրյաննա թանկ։ Ինքը իրանցից թանկ է։ Իրանցից թանկ է, այդ է ճոսել։ Ինքը շատ դավնա։ Շատ դավնա։ Սիրում ենք, արգում ենք։ Մեր սրդի վրա շատ տեղ ունի։ Այս է սրդան ասում են։ Իրանը ինքան սիրտունի իրա մորմոնիզմ մեծ։ Ժողովրդին կոմիցող, ովորել ինչ օր է իշխարը մեր ծորուկյան նման ոչոքին, սպորտասմեններին, իստեղ բոսկի եմ բերում, որդատ եմ բերում, մեդար եմ բերում, իտ Իրաշենորի բա։ Դու ծել պարսր չկա կազար, ես իրա ցավտոն եմ, ինքը կարիմ եկուս կայիմ խեմ, լստի որախ խմ։ Ինքեն օրջանիքներ ունի, որ սող իրան սիրում են, արգում են, ինքը ամենին ասնում է, ամենին սիրում է, տարվա մանթարին տրում, տարի մորդ, ինքը տարի մորդ կա, այդպես մորդ չկա։ Շատ լավ անցա պարոն Ծառուկյանի հետ այս ամբողջ ընթացքում, ունի այդ փորձը, շատ աշխատատեղեր է ստեղծել, շատ գործարաններ է կառուցել։ Իրան լուբոյ օրաս գործին, իրան բնույթին մորդ տեսակետին, ամբողջ գյուղը հավատում է։ Այսօր մորդին գնատում են, իրան օպրացով, իրանց օրաս գործով։ Ինքն էլ օր է, այդ օրրանիկներն էլ ունի։ Հայաստանից դուս է ճանաչում են, շատ երկրներում ինքը շատ արգված մորդ է։ Հանդիպումն ավարտվում է 44-օրյա պատերազմի նահատակների շիրիմներին ծաղիկներ խոնարելով։ Ժողովրդյան գնացի, շնորհակալություն, հաջողություն, շնորհակալություն։